Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է ուժեղ Հայաստան ցուցակով պատգամավորի թեկնածու Մամիկոն Ասլանյանը։ Պարոն Ասլանյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Մի քանի օր է ակտիվ քննարկվում է, թե ինչու եք դուք մանդատ վերցնել։ Ինչն է պատճառը, որ գնում եք խորհրդարան, երբ որ խորհրդարանից ձեզ իշխող ուժը արդեն ասում է՝ եկեք, ձեզ դաստիարակեմ։ Ես քանիցս արդեն կերկնվել եմ, որ իշխող ուժը հաստատ իօքուտ ընդդիմադիրների եւ մեզ որևէ հայտարարություն չի անելու, հետեւաբար թողենք իշխող ուժին մի կողմ, նրա խոսույթին, պրովոկացիաներին մենք արդեն 7-8 տարի գոնե թե ծանոթ ենք եւ անդրադառնանք այդ ձեր թվարկած առաջին կետին։ Բայց ես անձապասում, անձապ նկատի ունեմ քաղաքական ուժին դեր։ Հա, նկատի, ես էլ այդ նկատի ունեմ, դե հիմա քաղաքական ուժի եթե արդեն վերցնում է մանդատները գնալու է խորհրդարան, կգնանք կհանդիպենք։ Լավ են անում, ասում են, եթե հրավիրում են սխալ են անում, որովհետև դա իրանց հորանց տունը չի որ հրավիրեն։ Անդրադառնանք վերցնել չվերցնելուն։ Տեսեք, անդադ այս վերջի շաբաթներին քննարկում է թե ինչու են վերցնում կամ ինչու են հակված վերցնելու, բայց ես դեռ լուրջ մեծ քննարկում չեն տեսել, թե ինչու չվերցնել։ Եվ ինչ առաջարկություններ կան չվերցնելու դեպքում։ Վերցնելու դեպքում Կներեք, միակ հակափաստարկը այն է, պարոն Ասլանյան, որ ասում են վերցնեք, ինչ եք անելու, ձեր մանդատները բավարար չեն ինչ որ բան փոխելու համար, ստիպված դառնալու եք ընդհանրապես ընդդիմադիր քաղաքական ուժ, որը որևէ վճռորոշ հարցերում էական ազդեցություն չի կարող ունենալ։ Հիմա ստիպված է, թե ստիպված չէ, իրողությունն այն է, որ արդեն մենք դարձել ենք ընդդիմադիր քաղաքական ուժ։ Հիմա եթե անունը քաղաքական ուժ է, եթե ընդդիմադիր քաղաքական ուժ է, ապա այդ ընդդիմադիր քաղաքական ուժը կամ ուժերը որևէ կերպ պիտի ներկայացված լինեն։ Հիմա ներկայացուցչության երկու տեսակ կա քաղաքականության մեջ, կամ փողոցում ներկայացուցություն, կամ խորհրդարանում, կամ երկուսը միասին, որևէ մեկը մյուսին չի հակասում։ Ես ուզում եմ գալ հակառակ կողմից։ Այն փաստարկները, որ տարբեր խմբերի օբյեկտիվ, սուբյեկտիվ կանխատեսումների, փաստարկված եւ չփաստարկված հիմնավորումների դեպքում բոլորը խոսում են, որ վերցնում են, գնան, դառնան եւ այլն եւ այլն։ Բայց գրեթե ոչ ոք լուրջ չի խոսում, որ եթե չեն վերցնում, ես նկատի ունեմ ոչ շահագրգիռ այս պահին կողմերին, ուժերին, եթե չեն վերցնում, ինչ է լինում։ Եթե վերցնում են, գոնե թե հիպոթետիկ կարող ենք ասել ինչ կարող է լինել եւ ինչ չի կարող լինել, բայց եթե մենք դրսում ենք, այսինքն մանդատներ չկա, ինչ է լինում։ Փողոցի գեներացիա, ինչպես է այդ գեներացիան կատարվում, ասում են դե ալտերնատիվան փողոցն է։ Կամ կա հուսահատություն, թևաթափություն հանձնվել եւ կա փողոցի գեներացում, քաղաքական այլ ինչ որ այս պահին հիմնավորում չկա, կամ մենք կոնկրետ մենք հայտարարում ենք, որ կներեք ժողովուրդ ջան, մեր ընտրողներ ջան, հասարակություն ջան, մենք ցանկացանք հաղթել ամեն ռեսուրս, ամեն ուժ, ջանք ներդրեցինք, որպեսզի հաղթենք, չկարողացանք հասնել մեր, չպարտվեցինք, բայց նաև չհաղթեցինք։ Իդեպ նաև չհաղթեց Նիկոլ Փաշինյանը, որովհետև իր արժև դրված խնդիրներն էլ ինքը չի կատարվել։ Հիմա այս դեպքում մենք ինչ ենք ասում, կամ ասում ենք գնում ենք խորհրդարան, շարունակում ենք, տեսնենք մեր պայքարի հետագա ընթացքը ինչպես է ընթանում, կամ հայտարարում ենք, որ կներեք, մենք չկարողացանք ձեր հույսերը արդարացնել եւ գնում ենք տներով։ Այս երկու տարբերակն է, քանի որ այս պայն եռացող փողոց չկա, իդեպ փողոցը միայն զուտ կանչելով։ Ինչու չկա, եթե կներեք, եթե քաղաքական ուժեր, որպես ընդդիմադիրներ, դուք ասում եք, որ Նիկոլ Փաշինյանը ընտրված չի իր նպատակին չի հասել։ Փաշինյանը ասում եք խախտումներով է ընտրվել։ Այդ ամեն ինչից հետո ինչու փողոց չկա։ Տեսեք, փողոց հիմնականում գեներացվում է այն ժամանակ, կամ ոչ թե այդ պերիոդում է գեներացվում, այլ երբ որ եռացող փողոցով գալիս են ընտրությունների եւ որից հետո փողոցը շարունակվում է այսպես թե այնպես գոհ չլինելով ընտրությունների արդյունքներից։ Դա կարծես թե լինում է հիմնականում այն դեպքերում, երբ որ ընդդիմությունը ունենում է մեկ միասնական լիդեր, մեկ միասնական ճակատ եւ բոլորի ուժերն ու ռեսուրսները կենտրոնացված են լինում կոնկրետ մի ուղղության վրա։ Բայց քանի որ քաղաքական դաշտը այսպես թե այնպես թիրախային առումով ունեցել են Նիկոլ Փաշինյանի ախոյանությունը, բայց ընդհանուր առմամբ պարակտված է եղել ընդդիմադիր դաշտը։ Ես չեմ ասում հակասական բնույթի պարակտվածություն, բայց միասնական չեն եղել, այսինքն մոտեցումները պայքարի, խոսույթները եղել են տարբեր։ Արդյոք Սամվել Կարապետյանը նպաստել է, որ այդ մի բևեռը ձևավորվի։ Ես անկեղծ ասած Սամվել Կարապետյանը ես չեմ դիտում որպես քաղաքական
լիդեր քաղաքականության մեջ թրծված մարդ, բայց որպես մարդ, որը որ ստանձնել է այս պատասխանատու շրջանում, այս ուժի ձևավորումը եւ այդ ուժի շուրջ համախմբման վերաբերյալ բազմիցս հայտարարություններ, այո, որպես անձ, որպես մարդ, որպես հայկականության կրող Սամվել Կարապետյանը որոշակի, եթե չասեմ, բավականին մեծ գործողություններ ու խոսակցություններ տարել է ընդդիմադիր դաշտը միավորելու համար։ Չէ, կարծում որ դրան խանգարել է, օրինակ Նարեկ Կարապետյանը նախընտրական շրջանում շատ էր ասում, որ մենք նախկինների հետ չենք համագործակցի, ասոցիացվող նրանց հետ չենք համագործակցի։ Այս միտքը արդյոք չի խանգարել այլ լայն հարթակի ստեղծմանը։ Գիտեք, ռետրոսպեկտիվ հեշտ է այսօր քննադատության կամ ինչ որ փաստարկված մեկնաբանություններ տալ։ Գուցե այն շրջանում ճիշտ էր, գուցե ավելի ուշ շրջանում սխալ էր։ Հետևաբար այստեղ ամեն քաղաքական ուժ, ամեն քաղաքական ուժի ղեկավար կամ այդ ուժը առաջնորդող մարդ ինքն է այդ պահին որոշումներ կայացնում եւ եթե որոշումներ կայացնելուց հետո պարզվում է որ դա ճիշտ էր կամ սխալ, մենք այլևս հետ չենք կարող գնալու ասել որ դա ճիշտ էր թե սխալ, ուստի պիտի հաշտվել իրողությունների հետ։ Ես կարծում եմ որպես նոր ուժ, որպես ուժ, որը որ ըստ էության մեծ հաշվով քաղաքական նախորդ իշխանությունների հետ որևէ պատասխանատվություն չի կիսում, Նարեկ Կարապետյանը ճիշտ էր, որպեսզի չասոցացվի, բայց ոչ թե անձերի առումով, այլ քաղաքական կոնյունկտուրայի առումով, որպեսզի Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժը չգա նորից դառնա այն ջրբաժանը, որ նախկիններ, ներկաներ, չգիտեմ, թալանչիներ, գողեր եւ այլն, որպեսզի Նիկոլ Փաշինյանի օրակարգից դուրս շեղվի։ Ինչքանով դա արդարացվեց, դա դժվար է այս պահին ասել, ու Երևանով ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը Դուք եւ դիտարկում էինք նախկին իշխանության կողմից եւ Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ ունեցող ուժ, ինչը փորձում եք միշտ հակառակ ապացուցել, բայց իշխանությունը միշտ այդ օրակարգը տարածում է։ Իսկ ոչ թե պետք է հակառակ ապացուցել, այլ հաշտվել իրողությունների հետ։ Նախ Սամվել Կարապետյանը բացի իր բիզնես, Ռուսաստանում բիզնես ծավալելը ռուսական քաղաքական իստեբլիշմենտի հետ որևէ կերպ ասոցիացիա չի ունեցել երբեք։ Նա երբեք Կրեմլ չի այցելել, երբեք քաղաքական որևէ ղեկավարության հետ քաղաքական ինչ որ, չգիտեմ, վայրիվերումների կամ լավ կամ վատ կապերի մեջ չի, ամեն դեպքում չի երևացել։ Ուստի քաղաքական process-ների մեջ չի եղել որևէ, այո, բայց ծագումնաբանության առումով կներեք, հիմա այդ նույնն է ես Չգիտեք ինչ են ասում են հնարավոր է Ռուսաստանում այդպիսի մեծ գործունեություն իրականացնել բիզնես եւ սերտ կապեր չունենալ ռուսական բարձր իշխանության հետ։ Կներեք, մենք տեսանք, որ հնարավոր է ուրեմն։ Մենք չտեսանք, որ ռուսական որևէ քաղաքական ներկայացուցիչ Սամվել Կարապետյանը, բացի այն շոու բիզնեսի, չգիտեմ, ինչ ներկայացուցիչներ, որ կներեք։ Ինչու ասում են Պուտինը հենց նրա նկատի ուներ։ Ախր կներեք, մենք Պուտինի խոսնակը որ լինեին կամ նրա մեկնաբանը գուցե կարողանային մեկնաբանել արդյոք Պուտինի ասածը Սամվել Կարապետյանին օգնեց, թե չօգնեց։ Ուստի հենց Սամվել Կարապետյանին ուղված լինելը կամ չլինելը թույլ տվեք ես պայն գոնե վիճարկել։ Ես չգիտեմ ինչին էին ուղված Պուտինի խոսքերը, ում էին ուղված Պուտինի խոսքերը եւ ինչի էին ուղված ամենակարևորը, որովհետեւ այստեղ կարևորը այն չի դու ինչ միտք ես արտահայտում, այլ կարևորը այդ միտքը ինչի համար ես արտահայտում։ Ուստի ես զերծ կմնամ մեկնաբանություններ անելուց, ամեն դեպքում Սամվել Կարապետյանը կարծում եմ միջև ուղնուծուց ամենահայ քաղաքական գործիչներից մեկն է։ Շատ լավ։ Հիմա ներկային անդրադառնանք, անցյալ հայտարարություններին անդրադարձանք, ունեք 29 մանդատ։ Ինչ եք անելու 29 մանդատով։ Գիտեք, ինչպես եք այդ մանդատով պայքարելու իշխանության դեմ։ Մանդատը միայն պայքարի միջոց չի, մանդատը ներկայացուցիչություն է, մանդատը մեր 350 հազար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ներկայացուցիչություն է, այդ քաղաքացիների տրված քվեների լեգիտիմացումն է խորհրդարանում, իսկ պայքարի մեթոդները կարծում եմ խմբակային, կոլեկտիվ, նաև օպոզիցիոն այլ ուժերի հետ քննարկման արդյունքում կձևավորվի, պայքարի ճիշտ, պրոդուկտիվ ձևեր կընտրվեն, այս պահին զերծ կմնան, որովհետև դեռ նման քննարկումներ կոնկրետ տակտիկայի, չգիտեմ, ապագայի եւ մանր ու մեծ քայլերի մասին դեռևս լուրջ ու մեծ քննարկումներ չունեն, կարծում եմ ռացիոնալ լուծումներ կգտնենք։ Այս ընտրություններից հետո
դուք ձեր ուժը բարբերաբար խոսում է, որ դուք կարողացել եք կասեցնել սահմանադրական փոփոխությունը, որովհետև Փաշինյանը չունի սահմանադրական մեծամասնություն։ Բերել է Փաշինյանը այդ փոփոխությունը, դուք ունեք 29, Հայաստանը 12 մանդատ եւ նրան պակասում են որոշակի ձայներ։ Ինչ է կարծում Փաշինյանը չի կարողանա անդիմադիրներից այդ ձայները ստանալ։ Դա իմիջիայլոց փակ քվեարկություն կարող է լինել։ Նախ ասեմ, որ սա այսքան այս ընտրությունների խայտաբղետ, այս խայտառակ ընթացքից այսքան մեծ այդ վարչական ռեսուրսի, այսքան ծախսերից, այսքան սահմանադրական եւ այլ դատարաններով անցնող վեճ ու վիճաբանություններից ու շատ կասկածելի արդյունքներից հետո միևնույնն է Փաշինյանի իշխանությունը չի կարողացել արձանագրել 50+1, էլ չեմ ասում ավելին դեպի սահմանադրական մեծամասնություն։ Նույնիսկ այն դեպքում, երբ որ պարզ թվաբանական հաշվարկով աճպարարությամբ խաբեցին եւ գողացան Գագիկ Ծառուկյանի 5 մանդատները։ Ուստի այնպես չի, որ Փաշինյանի իշխանության մեջ ամեն ինչ հարթ է եւ Փաշինյանը այս պահին պիտի մտածի գոնե թե այս պահին այլ ընդդիմադիր ուժերից ձայներ գողանալու, գուցե հետ իր մոտից ճաքեր լինեն, որովհետև իրենք ներսում ավելի լավ գիտեն, որ այն ընտրությունների ընթացքը իրենց չի բերել իրենց ցանկալի եւ իրենց ռեսուրսին համապատասխան ակնկալվելիք արդյունքը։ Ուստի սպասենք իրադարձությունների հետագա ընթացքը։ Եթե Արցախի կորուստը իր թիմակիցներին չհեռացրեց Փաշինյանին, կարծում եք կամ ինչ-որ մի հարց, որը կարող է հեռացնել նրանից, ես կարծում եմ Փաշինյանը գուցե ավելի մեծ մտածելու բան ունի, քան ընդդիմադիր ձայներից դեպի իր կողմը գողանալը։ Նախ մենք չգիտենք միջև տարեվերջ կամ միջև մոտ ժամանակներս աշխարհաքաղաքական ինչ process-ներ են տեղի ունենալու, արդյոք Փաշինյանի համար օրակարգային է մնալու Ալիևի թելադրանքով կամ Ալիևի ակնկալիքով սահմանադրության այդպիսի փոփոխությունը, արդյոք ակտուալ է մնալու թրիփի եւ այլ մեր տարածաշրջանին վերաբերվող երևույթների այդ երևույթները։ Ուստի սպասենք իրադարձությունների զարգացմանը եւ կհասկանանք։ Բնականաբար, եթե իրեն օդ ու ջրի պես, կյանքի ու մահվան այդ արանքում պետք լինի, ինքը պիտի գործողություններ կատարի, ճնշելու, չգիտեմ ինչ անելու, ընդդիմադիր ձայներ տանելու, բայց ես չգիտեմ դա իրեն այս պահին պետք է թե պետք չի։ Դուք կարծում եք, որ այս խորհրդարանը կարող է եւ 5 տարին չկառավարել, չմնալ իշխանության։ Այս խորհրդարանը երկուստեք լեգիտիմության խնդիր ունի, այսպես թե այնպես։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը դեռևս չձևավորված խորհրդարանի ու խորհրդարանական օպոզիցիոն մասին արել է իր քաղաքական հայտարարություններն ու հետևությունները ընտրակաշարքի, չգիտեմ, եւ այլի միջոցով փորձել ստվերգծել լեգիտիմությանը։ Նույնը օպոզիցիոն ուժերը եւ սահմանադրական դատարան դիմելով եւ խիստ կասկածելի արդյունքների ու նաեւ եւս մեկ անգամ Ծառուկյանից տարած այդ 5 մանդատների ու ընդհանրապես այս ընտրապրոցեսի վատ արդյունքների արդյունքում արձանագրվել է Փաշինյանի իշխանության ոչ լեգիտիմությունը, հետևաբար երկուստեք թեկուզ եւ քաղաքական հայտարարությունների մակարդակում այս խորհրդարանը ապալեգիտիմ խորհրդարան է, այսինքն մենք մեր մասով մեր 350,000 ու Հայաստան դաշինքը իրենց 150,000 եւ պլյուս Ծառուկյանի 58-60,000 ձայների լեգիտիմացումն ենք տանում խորհրդարան, ամենևին չլեգիտիմացնելով Փաշինյանի Ինչի մեջ մեղադրում են ընդդիմադիրներին։ Չեն կարող լեգալացնել եւ լեգիտիմացնել, դրանք լրիվ տարբեր բաներ են։ Լեգիտիմությունը ավելի շատ զգայական, քաղաքական, ակնկալվելիք եւ տեսանելի ապագայում խոստումների ու գործողությունների նկատմամբ կասկածներ ունենալու վերաբերմունք է, քան թե լեգալությունը։ Լեգալությունը կարող է փաստաթղթերով ապահովել, սահմանադրական դատարան եւ այլ, բայց լեգիտիմությունը դա մի քիչ ավելի զգայական ու քաղաքական է, որ ընկալում է ոչ միայն հասարակության ներսում, այլ նաեւ դրսի աշխարհում, իսկ դրսի աշխարհը փառքաստու մեզանից քիչ պակաս տեղեկացված չէ այստեղ թե գործողությունների մասին, թե եղած թվերի մասին,
թե նաև տիրող տրամադրությունների մասին։ Ուստի այստեղ լեգիտիմությունը ավելի շատ դրա մասին։ Դե այդ հարցում տեսեք, ձեզ ասում են դուք գնալու եք մի խորհրդարան, որը կարող է վտանգավոր ինչ-որ նախագծեր բերվի իշխանության կողմից, նույն անկլավների հետ կապված, սահմանադրական փոփոխությունը նշեցի, այլ հարցեր եւս կան վճռորոշ, որը Ադրբեջանը պարտադրում է Հայաստանին, այ դրանք երբ որ բերեն, քանի որ դուք չունեք այդ ձայները, մեխանիկորեն ստացվելու է, որ դուք այո, լեգիտիմացնում եք այդ որոշումները, դինելով խորհրդարանում։ Կներեք, եթե մենք այնտեղ չլինենք, քննարկենք մեկ այլ սցենար, ամենևին այդ պաշտպանը չկանգնելով վերցնելու սցենարին, ուստի արդեն հայտարարությունը կա, ընդունում ենք, որ վերցնում ենք։ Լավ, ենթադրենք չենք վերցնում։ Եթե Փաշինյանը ունի նման խնդիր եւ չունի սահմանադրական մեծամասնություն, ինչ է կարծում եք դրա լուծման եղանակները ինքը չի գտնելու, թե օրենսդրական մենք տեսել ենք, թե ինքը ինչ հեշտությամբ թքած ունենալով միջազգային իրավունքի, միջազգային պրակտիկայի, սահմանադրական իրավունքի, ընտրական իրավունքի վրա փոխել է սահմանադրական դրույթներ, մասնավորապես սահմանադրական դատարանի հետ կապված։ Գուցե փոփոխություն կատարի ընտրական օրենսգրքում կամ սահմանադրության հոդվածում, որ նոր ուժեր կբերի։ Եթե կտեսնի այդ ամեն գործիքակազմը չի աշխատում, կներեք 6-7 ամիս կգործի այդպես, չի գնա սահմանադրական փոփոխությունների, ինչպես հիմա է անում, քաղաքական դաշտը կամայացնի, կթողնի այնպիսի ուժերի, որոնք իրեն լոյալ ուժեր են, եւ կգնա նորից արտահերթ ընտրությունների եւ կունենա իր համար այդ ձեր ասած 60 կամ չգիտեմ քանի տոկոսը, որով կարողանա փոփոխություն։ Ուստի եթե իշխանության հնարավորություններին վերջին 8 տարվա պրակտիկային մենք նայում ենք, Փաշինյանը քանի որ ունի միջազգային այնպիսի ակտորների լուր համաձայնությունը, որոնք հենց կոչված են մարդու իրավունքների, դեմոկրատիայի, չգիտեմ, ընտրական իրավունքի պաշտպանությամբ, այդ ինստիտուտները, այդ կառույցները իրեն տվել են կանաչ լույս եւ այդ մարդու առաջ որևէ խոչընդոտ չկա, նա հակառուսականության քողի տակ կարող է այսօր թուրը հանել, վերուվար անել ու ոչ մի Ուրսուլա ֆոն դեր Լայն ու չգիտեմ ով, որը մեկը նրան չի գա, ասի, ես ինչ ես անում, որովհետեւ կա մոլդովական օրինակը, կա ռումինական օրինակը, Եվրոմիությունում ուստի զուտ մտածել, թե ինչ որ այս անգամ իրավական պարկեշտություն կձևավորվի եւ կգնան օրինական ճանապարհով, դա ամենևին այդպես չէ։ Այդ ամեն ինչը իմանալով հանդերձ, այդ ձեր ասած միջազգային հանրության լուր համաձայնությունը ամեն ինչին, ներքին կյանքում շատ հարցերի հանդեպ, ինչպես ընդդիմադիրները շատ հաճախ նշում են, բռնապետական երկիր կառուցելու Փաշինյանի ցանկությունը, դուք նախընտրական շրջանում ասում եք վարչապետ է լինելու այս իշխանորից Սամվել Կարապետյանը։ Այսինքն դուք մի process-ի մեջ եք մտել, նախապես չգիտակցելով, թե ինչ է, ինչպիսի մարդու հետ եք պայքար տանում, որովհետև հիմա եթե դուք չեք գիտակցել, հետո էլ շարունակվելու է, դուք էլի հույսեր ունենաք, բայց իրականությունը այլ բանի մասին լինի, պարոն Ասլանյան։ Տեսեք, ընտրական process-ի ընթացքում այդտեղ գիտակցելու եւ չգիտակցելու խնդիր կա։ Նա ինչի համար ենք մենք դա ասել, որովհետեւ Սամվել Կարապետյանը լինելով քաղաքականապես, չգիտեմ, ֆիզիկապես, քրեորեն անխոցելի անձնավորություն, Սամվել ու նաև Հայաստանի Հանրապետությունում բավականին ճանաչելիություն ունեցող, ռեսուրսներ ունեցող, Հայաստանի Հանրապետության, Արցախի համար բազում գործեր արած մարդ, բացառիկ հեղինակություն ունեցող մարդ, մենք հարմար եւ արժանի ենք գտել ու իրատեսական, որ Սամվել Կարապետյանը կկարողանա դառնալ այն առանցքը հայկականության համախմբող ոչ միայն վարչարարության կամ պետության ղեկավարի առումով, այլ նաև մարդկային գործոնը հաշվի առնելով մենք հարմար ենք գտել Սամվել Կարապետյանին տեսնել վարչապետի պաշտոնում եւ մեր ամբողջ քարոզարշավը ու նաև սոցիոլոգիան, երկրի տրամադրությունները որոշակի մեսիջներ էին տալիս դրա մասին։ Հիմա այն գործողությունները, որ մենք արել ենք, գիտեք, Նիկոլ Փաշինյանը միշտ նույն ձևի էլ խաղում է, հետեւաբար այնպես չի, որ ասենք ինչ որ ինքը առաջի անգամ են նման խոսույթով հանդես գալիս կամ նոր են այս ընտրական ռեպրեսիաները կես կատակ, կես զուրջ, այսքանի օրը մետեղ ասում եմ գոնե 21 թվականի ընտրությունների ժամանակ մենք հատուցում էինք կալանավայրերում գտնվելով այդ քաղաքապետի պաշտոնը խլելով եւ առանց քաղաքապետ կոնկրետ Վանաձորը թողնելով այսօր մարդիկ գոնե թվաբանորեն ինչ որ բերում են ինչ որ թվային փաթեթավորմամբ են ներկայացնում հասարակության, այսինքն այդ գողությունները կատարում են ոչ թե վիրահատական մեթոդներով, այլ թվաբանական ու իրավական փաթեթավորմամբ։
մի քայլ առաջ է գնացել ընտրակեղծարարությունն ու ընտրությունների արդյունքները խլելը։ Հետևաբար չպայքարել, չլինել կիզակետում, քանի որ Նիկոլ Փաշինյանը այդ մեթոդներով է աշխատում, մենք այլ մեթոդներ չգիտենք։ Մենք օրինակ Նիկոլ Փաշինյանի պես չենք կարող որոշակի կարմիր գծեր անցնել։ Մենք չենք կարող այնպիսի բան անել, ինչքան էլ որ մեզ ստիպեն, չգիտեմ ինչ անեն, մենք այլ տեսակի, չգիտեմ, պայքարի կողմնակից ենք եւ ամենևին չենք կարող ամեն ինչ։ Պարզապես այդ պայքարը արդյոք այդ ձեր ասած կարմիր գծեր չունեցող մարդու հետ արդյունք կտա։ Դե հիմա մենք որտեղից գտնենք կարմիր գծեր չունեցող մարդ, բերենք առաջնագից, ասենք դու կարմիր գծեր չունես, դու պայքարի Նիկոլ Փաշինյանի դեմ։ Արդյոք դա մեր, չգիտեմ, բարոյականությանը, մեր դաստիարակությանը, մեր արժանապատվությանը հարիր կլինի, որ մենք մեզ որպես վահան ընտրենք այդպիսի մարդկանց։ Փոխարենը լինում է այսպիսի մի իրավիճակ, պարոն Ասլանյան, ընտրությունից հետո Նիկոլ Փաշինյանը ինչ ասել է ընտրության շրջանում, 3 լիդերների հետ կապված նստեցնելու եմ, ունեզրկելու եմ, հիմա տեղի է ունենում։ 3 Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցած գործընթացը օրինակ այս ամեն ինչին, եւ դա կարծես թե սպառնում է մյուս լիդերներին։ Այստեղ, այս process-ների մեջ արդյոք դուք չեք տեսնում, որ Փաշինյանի ոչինչ այո չի կանգնեցնում եւ հերթով բոլորին նա անդրադառնում է ու կոտրում է ընդդիմադիր դաշտին եւ լիդերներին կոտրում է, այսինքն հայաստանյան ընդդիմությունը այնպիսի մի վիճակում է հայտնվելու, որ այլևս ունակ չի լինելու այդ դեր ասած այն պայքարը տանել, որ կբերի իշխանափոխության։ Ինչ անել ուրեմն։ Հետ գնամ իմ արտահայտած մտքերից մեկին, երբ որ ընդդիմությունը ունի միասնական լիդեր, տենց կոտորակված պայքարի արդյունքը հենց սա է։ Իսկ Նիկոլ Փաշինյանը դա լավ գիտի։ Նիկոլ Փաշինյանը դա կիրառել է բանակի նկատմամբ, քաղաքական գործիչների, քաղաքական ուժերի նկատմամբ, մեր հայրենիքի տարածքների նկատմամբ, երբ որ Վարդենիսցին կամ չգիտեմ Տաուշցին մտածում էր, որ Արցախը իր հայրենիքը չէ այդ պահին, երբ որ Վարդենիսում խնդիր էր, չգիտեմ, Գեղարքունիքի բնակիչը մտածում էր, որ իրեն դա չի սպառնում եւ այլ եւ այլ եւ Նիկոլ Փաշինյանը փայլուն հասկանալով հենց այդ ուղղությամբ էլ գնում է երբ որ ընդդիմությունը միասնական ճակատ չունի եւ միասնական լիդեր չունի միշտ այդպես լինում է Այսինքն ճիշտ եմ ես ձեր խոսքից հասկանում նույնիսկ այս հետընտրական վիճակում դուք կարծում եք որ միասնական հարթակ է պետք եւ ինչպես օրինակ Սամվել Կարապետյանն ասում էր հետընտրական կոալիցիա ու այդ կոալիցիան ասել է, բայց մնացել է կարծես տեղում։ Ինչպես եք դուք պատկերացնում։ Ձեր ասած ինչպես եք դուք պատկերացնում։ Գիտեք, քաղաքական դաշտում առայժմ հետընտրական այս ցնցումների ֆոնին դեռևս կլինեն տարակարծություններ, դեռևս կլինեն նեղացած մարդիկ, ում առաջարկությունը չի ընդունվել, ովքեր չեն միացել եւ այլը, բայց մի քիչ որ այս խմորը արդեն նստի, կարծում եմ այդ կոնսոլիդացիան պիտի տեղի ունենա, որովհետեւ ամբողջ խնդիրները Փաշինյան չի թողում խմորը նստի, ինքան հունցում է Փաշինյանը միշտ այն ռուսերեն խոսքա գնում է на опережение։ Իր սկզբունքը դրանում է կայանում, ինքը կարողանում է կտրելով, պարակտելով հասնել հաջողության, բայց երբ որ մենք չենք գնում ցանկացած պահի տեսեք մեր process-ների, ու մեր ուժի չընդհանրապես քաղաքական կյանքի, երբ որ մենք չենք գնացել Փաշինյանի օրակարգով, ստեղծվել է որոշակի շրջանում ալտերնատիվ օրակարգ, Փաշինյանը այնտեղ սկսել արդեն ընկնել ցնցումների մեջ, բայց ինքը միշտ գրեթե կարողանում է չերես ինչ որ մի հատ կետ գալ եւ նորից տանել բոլորին դեպի օրակարգ։ Այդ հին խոսույթները նոր ձևակերպումներով եւ այլն, ինքը ուղղակի քաղաքական դաշտում կարողանում է այդ մանևրը լավ կատարել, բայց որ ասում եք Փաշինյանին ոչինչ կանգնեցնել չի կարող, փառք Աստծո, Փաշինյանի նման շատ ավելի կներեք ագրեսիվ, այրյունարբու չգիտեմ, հարուստ առաջնորդներ եղել, որոնց կանգնեցրել են։ Հետեւաբար ինքն էլ է դա հասկանում, ինքն էլ կարծում եմ իր համար ունի որոշակի գծեր, որոնց այդ գծերի վրայով չի անցնում։ Հուսով եմ, որ ամեն դեպքում իր գործողությունները մեր երկիրը չեն տանի նոր այնպիսի ցնցումների, որոնք կունենան անդառնալի հետևանքներ։ Այս process-ներին դեռ էլի կխոսենք հետագայում, բայց ես ուզում եմ հիմա մի հարցի էլ անդրադառնանք։ Պարոն Ասլանյան, կարծես թե Վանաձորում Փաշինյանը ուզում է նոր քաղաքապետ ունենալ։ Ինչ է կատարվում մեծ հաշվով այնտեղ։ Փաշինյանը Վանաձորում 5 քաղաքապետ ուներ։ Փաշինյանի համար Վանաձորը կներեք ոնց որ իմ եւ ձեր համար, ասենք Կաբո Վերդեում ինչ որ մի հատ, չգիտեմ,
քաղաք կամ բնակավոր։ Հետեւաբար Փաշինյանի համար ինքը ինչ ուզում է, ինչ չի ուզում, ինքը եթե իր ուզած քաղաքապետը չլինի, ելի կկալանավորի, ելի քաղաքը կթողնի առանց քաղաքապետի եւ այլը, կարծես Փաշինյանը քուն քնում գիշերը երազում Վանաձորին կամ մյուս քաղաքներին է տեսնում, հետեւաբար Փաշինյանին վերագրել ինչ որ լոկալ նշանակություն, ինքը ունի իր համար ինչ որ չափորոշիչներ կամ չունի երևի թե չափորոշիչներ, իր համար կա խլել, տանել, փագել ու կամայական նշանակումներ կատարել այս կամ այն համայնքում, գյուղում եւ այլն եւ ամենևին հաշվի չառնել ժողովրդի ընտրության արդյունքը, ինչպես նաեւ այսօրվա ընտրություններում գոնե թե այդ 58-60 հազար մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք լեգիտիմ իրավունք ունեին ներկայացված լինել Հայաստանի Հանրապետության խորհրդարանում, այսօր գոնե թե դրանք չունեն։ Ես այլ խախտումների, չգիտեմ, ձայների հաշվարկի մասին չեմ խոսում, ասում եմ կոնկրետ Ծառուկյանի այն 004, հա, այդքան պակասող, չգիտեմ, 100 քանի պակասող ձայների մասին, որոնք կային այդ ձայները եւ իջիկ դարձան 2-3 ընտրատեղամասում ընտրությունների արդյունքները չեղյալ կամ անվավեր ճանաչելու։ Հետեւաբար Վանաձորյան թնջուկին դեռ մենք կանդրադառնանք, կհասկանանք ինչ է կատարվում, որոշումներ կկայացնենք սառը գլխով, մեր քաղաքը չենք թողնի նորից ընկնի ցնցումների մեջ, կհասկանանք պայքարի որ ուղղությունն ենք վերցնում։ Հնարավոր տարբերակ է, որ կուսակցությունից, ուժեղ Հայաստանից, եթե ընտրություն լինի, տեխնաձ առաջադրվի եւ օրինակ դուք լինեք նորից։ Հնարավոր տարբերակ է, քննարկումների փուլում ենք կհասկանանք։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։